ձևակերպումը Ալիևի, քանի տարածքային պահանջները վերացված չեն, առճակատման վտանգը միշտ կլինի։ Ես այստեղ մեջբերեմ նաև Էրդողանի խորհրդականի խոսքը, այսպես ավելի ուժեղացնում է Ալիևը իր այդ ալիքը ճնշման, Էրդողանի խորհրդականն էլ ասում է Երևանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորումը կապված է Հայաստանի կողմից Ադրբեջանի պայմանների կատարման հետ։ Եվ այսպես գտնում եք արդյոք, որ Ալիևը սաստկացնում է վիճակը, ավելի սաստիկ է դարձնում, ավելի ուղիղ է սպառնում, թե սա ստանդարտ իր ճնշման ձեռագիրն է։ Դե եթե նայենք ամբողջ ելույթը, ես կասեի, որ սա ոչ թե սաստկացնում է ճնշումը կամ հռետորաբանությունը ոչ թե ավելի սրվում է, այլ ընդհակառակը ավելի չասենք չափավոր, բայց այսպես ավելի սովորական ինտերնետորաբանությանն է վերադառնում, որովհետև այն ինչ ասվել է, հա, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի, պետք է դրանցից հրաժարվի եւ այլն, դա վաղուց է ասվել, ինչ վերաբերում է Թուրքիային, այդտեղ էլ, այսինքն այդտեղ նորություն չկա, այսինքն Թուրքիան միշտ էլ հայտարարել է, որ Հայաստանի հետ ինչ որ վճռական քայլեր չեն լինի, քանի դեռ Ադրբեջանը, այսպես ասած, համարում է, որ Հայաստանի հետ չլուծված խնդիրներ ունի, հա, այնպես որ այս իմաստով էլ ես նորություն չեմ տեսնում։ Ես կարծում եմ, որ համեմատած նրա հետ, թե ինչ կարող էր լինել եւ ինչպիսի հայտարարություններ ավելի շուտ էին լսում, սա համեմատաբար ինքը չի կարող ասել կոնստրուկտիվ հայտարարություն է, բայց գոնե այնպես սրման ուղված հայտարարություն չի։ Պարզ է, որ իհարկե արտահայտում է այն աշխարհայացքը կամ այն ընկալումը իրողությունների, որը կա Ադրբեջանում, եւ դժվար է սպասել, որ շատ արագ կարող է ինչ-որ բան փոխվել այնտեղ, որտեղ նրանք մոտիվացիա չունեն, հա, ասենք նրանք, այսպես ասած, ավելի նպաստավոր աշխարհաքաղաքական վիճակում են եւ կարող են իրենց թույլ տալ սպասել, ու ամենայն հավանականությամբ ինձ թվում է հենց այդպես էլ կլինի, այսինքն այս հայտարարությունը իրականում ես նաև եթե նայենք ուրիշ հատվածներ այդ հայտարարության, հա, որ նա ասում է, որ միանգամից չի կարելի, հա, հնարավոր չի միանգամից շուտ բարեկամանալ կամ տնտեսական ինտեգրման մասին շուտ է խոսել եւ այլն, բայց առնվազն գոնե այդ հարցը դրվում է, հա, այսինքն հարցը ոչ թե դրվում է այնպես, որ վաղը մյուսօրը պատերազմ կսկսվի, այլ հարցը դրվում է այնպես, որ առայժմ շուտ է խոսել տնտեսական ինտեգրման մասին, բայց այսինքն հենց ինքը տնտեսական ինտեգրումը ինքը ինչ որ բացառվող երևույթ չի, հա, ինքը ինչ որ մի բան է, որը վաղ թե ուշ տեղի կունենա, ուղղակի հիմա դեռևս կողմերը պատրաստ չեն եւ դա ես կարծում եմ, որ այն իրավիճակում, որը մենք այսօր ունենք, դրանից ավելի լավ բան դժվար է սպասել, հա, ոչ թե որովհետեւ դա լավ բան է, այլ ուղղակի ավելի վատ բաներ կարելի է սպասել Ալիևից։ Իսկ սա համեմատաբար չեզոք ելույթ է եւ կարծում եմ սա պետք է այնպես մեկնաբանել, որ ամենայն հավանականությամբ Ադրբեջանը չի պատրաստվում էսկալացիայի, բայց նաեւ չի պատրաստվում պայմանագիրը ստորագրել։ Դե ես կարծում եմ մենք ծուղակում վաղուց էին գտնվում, ինչ որ մեկը կարող է ասել 94 թվականից, ինչ որ մեկը կարող է ասել 98 թվականից, ինչ որ մեկը կարող է ասել, չգիտեմ, ավելի ուշ շրջանից, բայց մեծ հաշվով Հայաստանը այդ ծուղակում հայտնվել է շատ վաղուց, որովհետեւ հակամարտության այն տրամաբանությունը, որը առնվազն 90-ականների վերջերից գործում էր, Հայաստանին տանում էր դեպի գործարում եւ ըստ էության 18 թվականի, 20 թվականի, 20 թվականի, 22 թվականի, 23 թվականի իրադարձությունները դրանից արդյունք էին։ Հիմա այն իրավիճակը, որը այսօր ես տեսնում եմ, սա այդ ծուղակի հետևանքն է, բայց ինքնին դինամիկան ես տեսնում եմ այստեղ չեմ տեսնում, որ ամեն ինչ գնում է դեպի էսկալացիա։ Ես ընդհակառակը տեսնում եմ, որ կա որոշակի դրական չասենք, բայց դեպի խաղաղություն ուղղված որոշակի դինամիկա, այսինքն կոնֆլիկտը մեծ հաշվով ավարտվել է, ցավոք սրտի ավարտվել է մեզ համար ոչ նպաստավոր ձևով, բայց ավարտվել է եւ կողմերին պետք է ժամանակ, որպեսզի նրանք ընդունեն այդ հանգամանքը, հա, որտեղ խաղաղությունը ինքը բավական բարդ է ընդունել, հա, թվում է թե խաղաղությունը լավ բան է, ինչու պետք է մարդիկ դժվարություն ունենան, բայց հոգեբանորեն շատ դժվար է ընդունել խաղաղությունը, եթե դու 40 տարի պատերազմի մեջ ես գտնվել, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը առնվազն 1988 թվականից գտնվել են պատերազմի տրամաբանության մեջ, իրենց ամբողջ ինքնությունը կառուցվել է պատերազմի տրամաբանության վրա,
հայերը ադրբեջանցիներին, ադրբեջանցիները հայերին ընկալել են որպես թշնամի եւ իրենց այսպես ասած կյանքի իմաստը տեսել են այդ պայքարը տանելու մեջ եւ նույնիսկ երբ որ այդ պատերազմը ավարտվում է, տարիներ են պետք որպեսզի այդ տրամաբանությունից դուրս գան եւ ես կարծում եմ որ հայկական կողմը հայկական այսպես ասած քաղաքական վերնախավը ստիպված եղավ այդ տրամաբանությունից դուրս գալը, որովհետեւ ուղղակի ռեսուրսներ չկան այդ կոնֆլիկտը շարունակելու, հա, որովհետեւ պարզվեց որ մեր այն դաշնակիցը, որին մենք կարծում էինք, որ նա մեր անվտանգության երաշխավորն է եւ այլն, պարզվեց որ համագործակցում է հակառակորդի հետ եւ այդ կոնֆլիկտի շարունակումը պարզապես մեզ համար կլիներ կործանարար, բայց հայկական հասարակությունը դեռ չի ընդունել դա, հա, հայկական հասարակության մի շատ զգալի մասը շարունակում է ապրել այդ կոնֆլիկտի տրամաբանության մեջ, շարունակում է ինչ-որ իլյուզիաների մեջ ապրել, շարունակում է ինչ-որ անհիմն հույսեր ունենալ, որոնք են այդ իլյուզիաները եւ հույսերը։ Դե որ մենք չգիտեմ, ինչ-որ կզինվենք, հետ կբերենք ինչ-որ տարածքներ եւ այլն, որ ուրեմն Ռուսաստանի հետ պետք է ուղղակի լեզու գտնել եւ ընդհանրապես պետք է, չգիտեմ, Պուտինի հետ խոսակցություն ունենալ, պետք է մեր կառավարությանը փոխել եւ այդ ժամանակ նոր մարդիկ կգան, որոնք ամեն ինչ կանեն, կամ պետք է Ռուսաստանի փոխարեն գտնել ինչ-որ ուրիշ այսպես ասած հզոր դաշնակից, հա, դա կարող է ինչ-որ մեկի համար լինել Եվրոպան, մյուսի համար ԱՄՆ-ն, երրորդի համար, չգիտեմ, Հնդկաստանը, այսինքն այդ նույն կոնֆլիկտի տրամաբանության մեջ փորձում են ինչ-որ ելքեր գտնել, բայց դա եւս ծուղակի դա ես կարծում եմ, որ դա փակուղի է, որ այս կոնֆլիկտում մենք որևէ բան ցավոք սրտի կամ բարեբախտաբար արդեն այս կոնֆլիկտում մենք նոր բան չենք կարող ստանալ։ Ընդհանրապես մենք կարող ենք ուղղակի կորցնել այն ինչ ունենք։ Արցախահայությունը իսկ Ադրբեջանը կներեք ավարտեմ, Ադրբեջանի համար մի քիչ այլ է իրավիճակը, որտեղ Ադրբեջանը իրեն հաղթող է համարում, չնայած ես կարծում եմ երկարաժամկետ առումով այն ինչ որ եղավ Ադրբեջանի համար ամենևին լավ չի, բայց պարզա այս պահին նրանք իրենց հաղթող են համարում եւ մտածում են որ գուցե կարելի է ինչ որ բան փոկել, հա, դրա համար իրենց համար էլ հոգեբանորեն դժվար է ընդունել որ կոնֆլիկտը ավարտվել է, բայց ուրիշ պատճառներով, հա, այն պատճառով, որ նրանք տարածքնամյակներով իրենց, պես ասած, համարել են ուժված կողմ, իրենց զոհ են համարել, հա, եւ ճիշտ է, այս 20 թվականին եւ հետագա տարիներին ինչ որ իրենց կարծիքով հաղթանակ տարան, բայց միևնույն է նրանք շարունակում են իրենց այդ զոհի բարդույթը ունենալ, շարունակում են համարել, որ իրենց հետ անարդար են վարվել, շարունակում են վախենալ Հայաստանից, շարունակում են մտածել, որ Հայաստանը մի օր կարող է ուրեմն իրանցից վրեժ լուծել եւ այլն եւ դրա համար մտածում եմ որ գուցե պետք է օգտագործել այս իրավիճակը, ասած մինչեւ վերջ ճնշել Հայաստանին, բայց այս էլ իրացիոնալ մտքեր են, այս էլ էլի հոգեբանական այդ նույն հետևանքն է պատերազմին, որտեղ պատերազմը խեղում է մարդկանց հոգեբանությունը եւ այսօր եւ Հայաստանում եւ Ադրբեջանում շատ քիչ են մարդիկում այս հոգեբանական, ասած այդ պատկերը խեղված չի պատերազմի վերաբերել, բոլորս էլ բարձր այդ պատերազմի հետևանքները մեր վրա կրել ենք։ Դրա համար ես կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարության այս այսօրվա գործողությունները ոչ այնքան ինչ-որ ռացիոնալ հաշվարկի արդյունք են, ուղղակի այդ հոգեբանական այդ իրավիճակի մեջ են, որ մի կողմից կոնֆլիկտը սպառվել է, մյուս կողմից շատ դժվար է ընդունել, որ կոնֆլիկտը սպառվել է եւ շատ դժվար է անցնել պատերազմի տրամաբանությունից խաղաղության տրամաբանություն։ Դրա համար ես կարծում եմ, որ Ալիևը ինչ որտեղ մեսիջ է ուղարկում, ասում է, որ եկեք դեռ մենք սպասենք, այո, պատերազմ չի լինի, բայց եկեք նաև ինչ-որ բան չստորագրենք, եկեք դեռ շուտ է խոսալ ինչ-որ տարածաշրջանային ինտեգրման մասին, բայց ամեն դեպքում նաև ես նրա այդ մեսիջի մեջ պատերազմի սպառնալիք չեմ տեսնում։